2027 թվականին ապահովագրավճարների վերանայման նախաձեռնություն այս պահին չկա, հայտարարում է առողջապահության նախարարը։ Անդրադառնալով համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգի ընթացքին եւ ոլորտում առկա խնդիրներին։ Նախարարի խոսքով համակարգի ներդրման սկզբնական փուլում առաջացած տեխնիկական եւ ադապտացիոն խնդիրները հիմնականում հաղթահարվել են արդեն փետրվար ամսին։ Արդյունքում ըստ պաշտոնական տվյալների բուժաշխատողների աշխատավարձները աճել են։ Ունենք ուղղություններ, որտեղ այս աճը շատ ավելի մեծ է, ունենք ուղղություններ, որ այս աճը ուրեմն կազմում է 10-20%, ունենք տեղեր, երբ որ եռապատկվել է աշխատավարձը բժիշկների։ Սակայն ոչ բոլոր մասնագետներն են կիսում այս գնահատականը, ասում են նեղ մասնագետների դեպքում հակառակը արձանագրվել է զբաղվածության նվազում։ Կցագրված մարդիկ եկել են, խորհրդատվություն են անցել, այդ մարդիկ մուտք են արել արմետ, դրանց աշխատավարձերը, այդտեղից գոյացած աշխատավարձի մասը տեղեր կա, որ դեռևս չեն ստացել։ Նախարարությունը սակայն վստահեցնում է, խնդրահարույց ուղղություններով արդեն մշակվում են անհատական լուծումներ, ծրագրի ամբողջական ավարտը նախատեսվում է մինչև տարեվերջ։ Մարզային առողջապահական համակարգի ուժեղացումը նախարարությունում առաջնահերթություն են համարում։ Սիսիանի բժշկական կենտրոնը, օրինակ, այժմ գտնվում է վերակառուցման եւ վերազինման փուլում եւ ըստ նախարարի ունենալու է ռազմավարական նշանակություն։ 19 ամբուլատորիաների մասով շինարարությունը ընթանում է, հաջորդ 11-ի մասով արդեն տեղակապման եւ հողահատկացման աշխատանքներ են ընթանում, բայց մենք ունենք նաեւ հաջորդ 29-ի արդեն վայրերը որոշված, թե որտեղ պետք է լինեն դրանք։ Նախարարության տվյալներով մարզերում աճել է նաև բուժառուների հոսքը, ինչը դիտարկվում է որպես ծառայությունների հասանելիության եւ համակարգի նկատմամբ վստահության բարձրացման ցուցանիշ։ Եվ մարդիկ չեն ուզում տեղափոխվել մարզ աշխատել, ընդհակառակը մարզային բժիշկները հիմնականում ձգտում են տեղափոխվել Երևանում աշխատել, որովհետեւ մեր մոտ Հայաստանում ուրբանիզացիան շատ բարձր ցուցանիշների վրա է, այսինքն մարդիկ էլ ոչ միայն բժիշկները, մարդիկ ուզում են տեղափոխվել Երևան եւ հետեւաբար Երևանում պահանջարկը ավելի մեծ է լինելու բուժաշխատողների ու մարզերում կատարային հագեցվածության խնդիրը նոր բուժկենտրոններ կառուցելով չի լուծվելու։ Թեև նախարարությունը նշում է մասնագետների ներգրավման դրական միտումը, այնուամենայնիվ ընդունում է կադրային պահանջարկը ամբողջությամբ դեռ չի բավարարում։ Խնդրի լուծման նպատակով շարունակվելու են նպատակային օրդինատուրայի ծրագրերը։ Այսպիսով համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգը շարունակում է բախվել թե տեխնիկական, թե կառուցվածքային մարտահրավերների։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։